Չեմ կարող ասեմ, ոնց է ես այսօր արթնացա դրա կազմակերպիչ։ Կարող եք նշել որևէ ֆորս մաժորային իրավիճակ։ Ֆորս մաժորը եղբոր քավորն է ուշացա 3 ժամ հարսանիքից ու ահավոր վիճակ էր։ Երբևէ եղել է, որ մերժեք որևէ զույգի եւ չցանկանաք կազմակերպել իրենց միջոցառումը։ Այո, փեսա այդ մտան սենյակ, տենց ինքը ոտը գցեց ոտքին, տենց մեր դիալոգը սկսվեց։ Դուք ոնց կարաք ինձ համոզեք, որ դուք լինեք իմ կազմակերպիչ։ Ինչպես եք վերաբերվում մրցակցությանը։ Մենք առողջ մրցակցություն չունենք։ Հաղորդման գործընկերն է Ամի կոշիկի եւ աքսեսուարների խանութ սրահը։ Արփի Կարապետյանը հարսանիքների կազմակերպման ոլորտի առաջատար մասնագետներից մեկն է։ Իր ստեղծարար մոտեցմամբ նա ոչ միայն կազմակերպում է շքեղ եւ անկրկնելի հարսանիքներ, այլև զարգացնում ամբողջ ոլորտը, ներմուծելով նորարարական լուծումներ, միջազգային փորձ եւ բարձրակարգ ծառայություններ։ Արփի կազմակերպած հարսանիքները իրականացվում են մանրակրկիտ պլանավորմամբ, յուրօրինակ եւ անթերի դիզայնով։ Այդ ամենի շնորհիվ նա դարձել է վստահելի գործընկեր ինչպես Հայաստանում, այնպես էլ սահմաններից դուրս։ Ես առասարակ երբեք չեմ մտածել, որ կարող գա մի օր իմ կյանքում ու ես այս ոլորտի հետ ինչ-որ տեսակի կապ ունենամ, որտեղ մի մասնագիտական եւ մնացած բաներ ընդհանրապես ի սկզբանե կապ չեն ունեցել դրա հետ։ Քավորը իմ զանգեց, ասեց շատ պատահական ա եղել, զանգեց Սարգիսը ինձ ասեց ինչ ես անում, ոնց ես եւ այլն եւ այլն։ Մի խոսքով մի տարի խոսալու բան ունենք։ Այս ժամանակ դրանք արդեն Մանուն եւ Սարգիսը այդ ոլորտում էին, Սարգիսը դվարում էր երկար ժամանակ, Մանուն բեմադրություններ էր անում, իրանք արդեն օֆիս ունեին։ Ու տենց շատ պատահական ա եղել այդ մուտքը, այսինքն այդ շատ ճակատագրական զանգ էր իրականում իմ կյանքում երևի այդ պահով։ Գնացել ենք խոսել ենք, ես սկզբից ասացի, ոյ չէ, ես դες բաներից ախր ոնց կարա լինի եւ այլն ու բնականաբար այն ժամանակահատվածում այս sense հասկացողություն կազմակերպիչ, չգիտեմ, կոորդինատոր այդպիսի բաներ չկային, ժամանակ մի քիչ ուրիշ էր ամեն բան։ Մենք սկսել ենք ոնց է, այսինքն այս մուտքը եղել այն ժամանակ ես արդեն եկա Սարգսյանց մոտ, աշխատում եմ որպես մենեջեր, Սարգսի գործերով, իր հաղորդավարություն, այսինքն իր վարելը, այսինքն զանգեր, իր մեկնումներ, չգիտեմ, տարբեր հարցեր, այդ հարցերով էինք զբաղվում։ Հետո արդեն կամանց, քիչ, ոնց որ sense գնալով այդ ամեն ինչը զարգացավ, հետո Սարգսենք Արադինյանց Գրիգորյաս production-ը բացեցին, որտեղ բնականաբար ես իրանց հետ աշխատում էի, ու այդ տենց ինքը sense շատ sense չեմ կարող ասեմ, ոնց է ես այսօր արթնացա դրա կազմակերպիչ, տենց բան չի եղել, այսինքն ինքը տենց էտապնի եկավ, հետո մենք գնում էինք առավոտից միջոցառումներ, հետո հասկացանք, որ դա կարող լինի առանձին այդ հասկացողություն կարող լինի կոորդինատոր, ու ինչ որ եկավ էտապ, դա մոտավորապես 17-18 թվականներ, որ նոր այն ժամանակ, այսինքն դա այն ժամանակ կար Մարմելադը բնականաբար շատ լավ գործընկերներ այդ վիճակը, բայց sense մի քիչ ուրիշ էր էլի իմ համար կոնկրետ, ես դա դաժե ժամանակ չգիտեի որ այդպես բան կարա լինի։ Փուլերով եկի, որ ասեմ ոնց եղավ, այդ պատահական զանգից եղավ, sense ասեմ։ Զանգեցին, ասեցին, գնացինք, փորձեցինք եւ ստացվեց։ Կարող եք ասել ինչով է առանձնանում ձեր գործելավոճը, ինչով եք դուք տարբերվում մյուսներից։ Ես ամեն առիթին վերաբերվում այնց, ոնց որ վերաբերվեի իմ ամենահարազատի առիթին։ Ու երբ որ մարդիկ մեզ մոտ ոնց են չէ լինում առիթները մեզ մոտ շատանում, մեկը մյուսին դասելով, մեկը մյուսին պատմելով, մեկը տեսնելով առիթին կողքից, որտեվ դες ինչ որ առանձնապես մենք գովազդներ եսի միջեր մենք չունենք։ Մարդիկ տեսնում են ռեալ դու ոնց ես աշխատում։ Ես իմ ամեն առիթին վերաբերվում այնց, ոնց կուզեի լիներ իմ երեխու առիթի, իմ հարազատի առիթի, ես տենց եմ մեր զույգին ասում, եթե իմ առիթը լինի, ես էսի չեմ անի ստեղ կամ սենց կանեմ, որտեվ նախ չես է կարա ոչ մի քո գործընկերոջ տենց վատաբանես կամ ասես լավ չի կամ եւ այլն դա մի քիչ ճիշտ չի։ Դրա համար փորձում ես այնց անել իրականում, որ դու եթե իմը լինի, ես սենց կանեմ։ Ու ես իրականում տենց եմ վերաբերում։ Իմ համար ամեն բան այդ շատ կարևոր է։ Շատ ես ներվայնանում եմ ու լարվում եմ, ունդելիքը խնդիրներն որ բնականաբար երբեք ոչ ոք դրա մասին չի իմանում եւ չեն նկատում թե ընդ ինչ է տեղի ունենում, բայց ես ամեն մի փոքր բանից կարամ ահավոր այդ իմ մեջ սենց շատ լուրջ նստված թողնի, որտեվ ես չեմ ուզում տենց լինի, ասում սա իրանց կյանքում մի անգամ է։ Ու մենք բոլորս պետք է այնպես անենք, որ այդ օրը անցնի մաքսիմալ լավ։ Այսինքն ինչ ուզում ես արա, դու պետք է այդ օրը այդ մարդուն պատճառես ուրախություն, ինքը չնեղվի, չլարվի ու երբեք այնպես խնդիր չլինի, որ ինքը հետագայում անցնի տարիների շասի, այս բանը բայց ինչ վատ է որ սենց եղավ։ Երբեք դες բան չպետք է լինի։ Կարող եք նշել որևէ ֆորս մաժորային իրավիճակ, ծայրահեղ իրավիճակ կամ որևէ հիշարժան դեպք, որը կարող ենք առանձնացնել այս պահին։
Այ, ֆորս մաժորային վիճակներ շատ են լինում ու ահա որ միան դեպք ա եղել մեզ մոտ մատանի հետ կապված, այդ եղել համար շատ կարևոր բան, ֆորս մաժոր, դեպք ա եղել զույգերի հետ մեր ֆորս մաժոր եղել է, երբ որ մեր ծնողներն են մնացել վերելակի մեջ ու չէին կարող հանենք, ֆորս մաժոր եղել, որ քավորն ա ուշացել 3 ժամ հարսանիքից ու ահա որ վիճակ էր, ահա որ որտեվ դա քեզնից կախված չի, բայց քո ամբողջ օրվա գրաֆիկը խախտվել է, իսկ մեր մոտ մի հատ կարևոր խնդիր կա եկեղեցուց չուշանալ։ Որտեվ դա միակ տեղն է, որ դու իրավունք չունես ուշանալ, որտեվ մեզնից առաջ հետո կան բնականաբար շատ պսակադրություններ, ու տեղից սկսում է քո գրաֆիկի ամբողջ խախտումը, հարսանիքից այդ ոնց որ խախտվելը, ուշանալը ու մնացած բաները։ Արփի երբևէ եղել է, որ մերժեք որևէ զույգի եւ չցանկանաք կազմակերպել իրենց միջոցառումը։ Այո, եղել են այդպիսի դեպքեր, ու իմ համար դա շատ կարևոր է, նախ այդ տարական ինձ բանը հարգանքը դիմացինի նկատմամբ, այդ սահման կա, որ երբեք ես թույլ չեմ տա ոչ ոք անցնի, որտեվ բնականաբար մեր ոլորտն է, որ մենք ինչքան էլ ծառայություն ենք մատուցում, բայց կան դրանից շատ ավելի վեր բաներ, որ ոչ ոք իրավունք չունի այդ սահմանը անցնի։ Անկախ իր պաշտոնից, չգիտեմ, ունեցվածքից եւ մնացած բոլոր կետերից, դա իմ համար բացառված բան է, եղել են դեպքեր մի քանի զույգեր, ու հիմնականում դա եղել է այդ խնդրի իմ հարցների հետ, որ ես իմ հարցերին շատ ուժիչ ձև եմ վերաբերում, իրականում շատ սիրում եմ, ասենց իրանք իմ հետ շատ կապված են լինում, ու այդ սկզբնական այդ ոնց որ չէ, պետք է ասենց այդ աստղը կպնի, ու իմ մոտ եղել է դեպքեր, որ այդ հարցիկները եկել են, իրանց այդ շատ ոչ ինձ համար նորմաներում պահվածքով, գուցե իրանց համար դա նորմա է, չեմ ասում իմ համար, փորձել են այդպես ինչ-որ բաներ, ես շատ հանգիստ իրանք եկավ, այդ հարցիկը դեպքը շատ լավ հիշում եմ, փեսա այդ մտան սենյակ, տենց ինքը ոտը գցեց ոտքին, տենց մեր դիալոգը սկսվեց, դուք ոնց կարաք ինձ համոզեք, որ դուք լինեք իմ կազմակերպիչը։ Դա ես ոնց որ արդեն շատ մի բան ոնց որ այն չէր։ Փորձեցի ինչ-որ բաներ, անցավ մի 15 րոպե, ասացի մեր երեխեքին, ասի երեխեք ջան, ասի խնդրեմ ուղեկցեք էլի մեր զույգը արդեն գնում է։ Բախիվան, ասի ձեր արդի չեմ կարանում, ասի այդ օրը զբաղված եմ, ունեցած բոլոր օրերը այս հարսանիքի հետ կապված ես զբաղված եմ, որտեվ ես գիտեի այդ հարսանիքը լավ չէ լինելու, բնականաբար, որտեվ չեմ կարա, ես արհեստական բաներ չեմ սիրում, ես չեմ կարա գեղձավորություն անեմ, իսկ իր հետ ես հասկանում եմ, որ ասենք այդ չի լինելու այդ կապը ու անընդհատ մեզ մոտ ինչ-որ լարվածություն է լինելու, ինչ-որ տենց վիճակներ է լինելու, որը որ ի սկզբանե ավելի լավ չլինի, հետոն էլ չլինի, ոչ իրան վատ լինի, ոչ ես վատ ինձ զգամ, ոչ հետագա անիմաստ խոսակցություններից եւ այդ բաներից հետո տեղի են ունենում։ Այդտենց մի քանի դեպքեր իմ կյանքում եղել են, որ ասել եմ կատեգորիկ այդ հարսանիքը ես չեմ անել ու վերջ։ Ուղղակի չեմ անելու։ Լինում են։ Արփի, ինչ եք զգում ամենավերջին պահին, երբ արդեն ավարտվում է միջոցառումը, երբ ամեն ինչ ստացված է համարվում։ Այդ շատ կարևոր հարց է, հիմնականում հարսանիքներ կան, որտեղ դու շատ սպասում ես, չէ՞, իսկ դու 6-7 ամիս պատրաստում ես, ու այդ տորթիկը տրման արվակարգ է լինում, դա իմ մոտ մեզ մոտ ոնց է, չէ՞, ոնց է դրանից հետո ինքը ոնց որ այն բոլոր կետերը արված են գլխավոր։ Ասում ես, վայ, всё, բրձավ։ Միսը ոնց որ ափսոսանք լինի, արդեն կարոտ ես զգում այդ բանը, ասում ես, ոնց, վաղը ոնց որ իրանք չեն գալու, վաղը սենց չի տնելու, վաղ իրանք չեն զանգելու, հարցիկն է ասում, միշտ վերջում ասում են, «Արփի մենք էլ քեզ չեն գրել, չենք զանգել», ասում իհարկե գրելու եք, զանգելու եք, բայց ոնց որ դա այդ պահը ոնց որ ափսոսանք եմ զգում, ասում, «Всё, գնացինք», արդեն սկսում ես կարոտել ակամայից, որ վերջ, այս զույգը վերջացրեց իր, ոնց որ մենք մի միսիան ավարտեցինք, իրանց ոնց որ ազդնում ենք նոր կյանք։ Այդ եմ զգում, կարոտ ու ափսոսանք այդ բանը, ոնց որ վերջանում է, այսքան շուտ է ամեն ինչ ավարտվում։ Մինչև 5 րոպե հետո հաջորդ զույգը դուռը բացում է։ Ու նորից սկսում է ամեն ինչ նորից։ Չէ, բայց ամեն մեր զույգի հետ մենք շատ ուրիշ է իմ կապը, ոնց որ դուք ճանապարհ ես անցնում, տարիներ անցնում են, իրանք լիքը հարսանիքներ հանդիպում ենք, առիթների, ու այդ կապը ջերմությունը, իսկ որ իրանք ինձ տեսնում են, ես իրանց տեսնում, ուրախանում եմ, այդ շատ կարևոր բան է, որ երբ որ անցնում առիթը դու այդ մարդկանց տեսնում ես, այդ ջերմությունը, այդ կապը կա, իսկ ամեն ինչ լավ է, այդ մարդիկ երբ որ քեզ ժպիտով են դիմավորում, ուրեմն ամեն ինչ լավ է։ Գոհ են։ Այո, դա ամենակարևոր բանն է մեր համար, որ մարդիկ գոհ լինեն, որ իրանց օրը մենք փորձեցինք հնարավորինս լավ անցկացնենք։ Իսկ եղել է, որ հարսանիքներ կազմակերպեք ավանդական հայկական, բայց ոչ Հայաստանում։ Այո, եղել են։ Առիթներ ենք մենք ունեցել, հիմնականում դա Ռուսաստանի Դաշնությունում ա եղել։ Այս տարի մի քանի առիթներ կան Եվրոպայում, տեսնենք, մեզ մոտ պրոստը խնդիրն նրանում է դուրս գնալու, դուրս մեկնելուց պետք է գնաս թիմով։
Իսկ դա բնականաբար այնտեղ միշտ չի, որ հաճախորդին հարմար է զուտ ֆինանսական առումով, որտեղ այսքան մարդ միայն տեղափոխելը երկրից երկիր, դա արդեն բնականաբար մեծ ֆինանսների մասին է խոսքը գնում, այդ է խնդիրը, թե չէ շատ կան հարցումներ, շատ են գրում, շատ են զանգում, ուզում որ գնանք, բայց բնականաբար ես միշտ ասել եմ ու ասում եմ, որ իմ ամենակարևոր հաջողության գրավականը, իսկ այս ոլորտում բոլորին է դա վերաբերվում, դա ունենալ լավ, ուժեղ թիմ։ Առանց թիմի դու ոչ մի բան իսկ թիմա չես կարող ասես, իսկ եթե դու մենակով ինչ-որ փորձես գնաս X երկրում ինչ-որ բան անես, իսկ թիմա դա այդքան էլ լավ միտք չի։ Դու պետք է ունենաս լավ թիմ, թիկունքը միշտ պետք է ուժեղ լինի։ Ես միշտ ասում եմ, իմ շատ իմ բախտը բերել է, որ ես ունեմ ուժեղ թիմ, շատ հավատարիմ թիմ։ Իմ թիմը իմ համար իմ տունն է։ Ես գիտեմ, որ ցանկացած իրավիճակում իմ թիկունքը միշտ ուժեղ է։ Ես գիտեմ, որ թեքվեմ ու կան մարդիկ, որ ինձ ամեն կերպ կպաշտպանեն։ Իսկ ինչպես եք ընտրում այդ թիմի աշխատակից։ Այդի տարիների փորձը։ Ինքը հակամայից կյանքը բերում է ինչ-որ մի հատ կետի, որ դու հասկանում ես, որ այս մարդիկ հավատարիմ են, այս մարդիկ անդավաճան են, այս մարդիկ անշահախնդիր քեզ նվիրված են, անկախ ամեն ինչ իրան կլեն միշտ կողքին։ Այդպես այդ թիմը ձևավորվում է, նույն վերաբերվում մեր հաղորդավարներին, իմ շատ լավ գործընկերներին, երաժշտական մեր աշխարհի գործընկերներին, դե նկարչական մեր ամբողջ Երևանը գիտի, որ այդ իմ համար ուրիշ պատմություն է, ասենց ասեմ, տարիների փորձն է, տարիների աշխատանքն է, տարիների ճանապարհն է, որ մենք իր այդ անցնում ենք։ Ճանապարհը պետք է անցնես, ասում ճանապարհ անցի կտեսնես ով է քո ընկերով, չէ։ Ճանապարհը ժամանակ ամեն ինչ ստվեց։ Ու ես հիմա փառքասում ասել եմ ամենա 10 տարի, 10-ից ավել արդեն 2025 թվականն ենք, այդ տարիների ընթացքում ես ունեցա շատ ուժեղ թիմ, որի շնորհիվ այսօր կա այն ինչ որ կա։ Ու վստահ եմ դեռ ավելի լավ բաներ լինելու։ Ինչպես եք վերաբերվում մրցակցությանը։ Մրցակցությանը վերաբերում եմ շատ adekvat, նորմալ, ուղղակի միակ շատ լուրջ խնդիր կա մեզ մոտ, մեր Հայաստանում, դե դրսերը չեմ կարող ասեմ, հենց դե իմացում եմ խոսքը գնում։ Մենք առողջ մրցակցություն չունենք։ Չեն կարողանում sense առողջ մրցակցություն, այսինքն դու քո գործով ապացուցես, որ դու այս կետում լավը չէր, ավելի առավել էր, ինչ որ բան ավել արեցի, չեմ ուզում ասեմ այս լավն եմ, նա վատն է, որտեղ դա մի քիչ սխալ է։ Մրցակից ես չգիտեմ մրցակիցներ ունեմ, ես ունեմ գործընկերներ։ Մրցակից բառ չեմ ուզում ասեմ, որտեղ մենք չենք մրցակցում, որտեղ էլ եմ ասում, անառողջ է դա մրցակցությունը։ Փորձում են տենց ինչ որ սուտ անիմաստ հեքիաթներով, սուտ ինչ որ ինֆորմացիաներով, սենց ոչ մեծ սազական էլի, այնքան մեկ-մեկ բաներ եմ լսում հենց մեր առիթների հետ կապված էլի, որ ասենք զարմանում եմ։ Վերջի անհեթեթ բանը, որ ես լսել էի, առիթների հետ կապված մեր, որտեղ ոնց որ գալիս, դե հաճախորդներ ոնց են գալիս են, խոսում են, ասում են, կազմակերպչական բան, բարփին մենք սենց, բայց ասում եմ, բանը գիտեք, իրանց առիթին, առիթին բանը, հարսի կոշիկները բանը կորել էին, գողացել էին։ Իսկն Տրոպեն չգիտեմ, խնդամ, ասենք խնդած թե լացես էլի այդ բանին։ Ասենք ավելի անհեթեթ բան, ասենք ես իմ կյանքում չի լսել։ Հարսիկի կոշիկները գողացել են։ Ով էր գողացել, ինչի համար էր գողացել։ Ու սրա նման այնքան բաներ կա, որ դու լսում ես ու այդ տրոպեն, այդ պահն է, էլի, այսինքն թե դու ուզում ես որ ինչ-որ բան ավել անես, եթե դու ուզում ես, դու դա արա ճիշտ ձևով, ճիշտ։ Ու միշտ հիշի, որ այդ ինձ մեր Երևանը ոնց է, չէ, փոքր է, այսքան կլոր քաղաք է, որ ոնց պտտվում են, վերջում գալիս է այդ ամեն ինչը հասնում է քեզ, ու այդ րոպեն ասելու բանը չկա, ուղղակի ծաղում ես, ասում ես, ինչի հենց այդքան էլի, տենց ասենք չի կարելի, բան սահման կա, որ չպետք է անցնես։ Այդ մեզ մոտ այդ մրցակցության խնդիրը շատ լուրջ է Հայաստանում, էլի եմ ասում, մրցակցություն բառը մի քիչ բան է, բառը մեջքից խփել է մեզ մոտ լավ ստացում, հիմնականում հայերիս մոտ։ Արփի, մեր հաղորդման գործընկեր Ամի կոշիկների եւ աքսեսուարների խանութ սրահը ձեզ ուղարկել է նվեր զեղչի քարտ, խնդրում եմ վերցնեք, դուք կարող եք օգտվել խանութ սրահից։ Դե ես իրանցից միշտ օգտվում եմ այս խանութից, շատ եմ հավանում իրանց։ Ամենակարևորը, որ հայկական արտադրանք է Ամին։ Շնորհակալ եմ շատ։ Շատ սիրում ենք մենք ու միշտ իրանցից օգտվում ենք, շատ հաճելի է, շնորհակալ եմ, շատ ապրեք։ Որպես հաջողակ կին, ինչ խորհուրդ կտաք կանանց։ Միշտ ուժեղ լինեն, հավատերմ լինեն իրանց մտքին, ինքնուրույն լինեն, գնան իրանց երազանքների հետևից ու երբեք գլուխները չկախեն։